Բայց գոհություն Աստծուն, որ միշտ մեզի հաղթություն կուտա Քրիստոսով ու զինք ճանչնալու հոտը մեզմով հայտնի կնե ամենտեղ, վասնզի մենք Աստծո առջև Քրիստոսի անուշ հոտն ենք, թե փրկվածներու մեջ եւ թե կորսվածներու մեջ, փառավորվի Տիրոջ անունը, Քրիստոսի անուշ հոտն ենք։ Այսօր աղոթք անելուց ասում էի, Տեր ջան, թող քո հոտը մեր վրից գա, եղբայրներ քույրեր ջան, Քրիստոսի անուշ հոտը մեր վրայից գա, ասեն ես ինչ հոտա գալիս մարդուց, մարդիկ մեր հոտի կարիքը չունեն, մարդիկ Քրիստոսի հոտի կարիքը ունեն, եղբայրներ քույրեր, ես ներողություն եմ խնդրում, բայց մեր կարիքը չունեն մարդիկ ուզում են մեզանից անուշ հոտ քաղցեն, որ Քրիստոսի հոտն ասենք փառք Տիրոջը։ Հիմա ժամանակ առ ժամանակ փոխաբերական բանով եմ ասում, որ դուս ես գալի վրա դուխի ես ցանում, որ քու վրից անուշ հոտ գա։ Այդ դուխին այս է, ավետարանն է, եղբայրներ քույրեր ջան։ Չեմ ուզում ավետարանին մոտիկանալ, կարդալ, լեցվել այդ կյանքի խոսքով, բայց ուզում եմ, որ Քրիստոսի հոտը գա իմ վրից։ Կենթանի ջուր չեմ ուզում խմեմ, բայց ուզում եմ ջուր դառնալ ծարավի համար։